Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Այսօր պատրաստելու ենք կարայլոկի չիր։ Վերցրել ենք անպայման պոչերով կարայլոկները, պետք է լինի պինդ։ Այժմ մաքրելու ենք տերևները, այնուհետև վերցնում ենք հաստ թել, և պետք է պոչ կապենք։ Ահա, մյուս կկապենք։ Նորից մաքրում ենք, որ մեզ չխանգարի, և նորից կապում ենք պոչը։ Պինդ կապում ենք, որպեսզի չպոկվի։ Ահա, հիմա պետք է կլպենք։ Ինձ հարմար է դանակով, սուր դանակով։ Ահա, այսպես բոլորը պետք է մաքրենք, կապենք պոչերից և մաքրենք։ Մի թելով պետք է կապենք 2 հատ։ Ահա, մաքրել ենք կեղևից, կապել ենք բոլորի պոչերից։ Հիմա կաթսայով ջուր ենք եռացնում, որ մեր կարայլոկները վախեցնենք ջրի մեջ։ Մի փոքր վանելին եմ ես ավելացնում, որպեսզի համը ավելի հաճելի լինի։ Եվ այսպես հերթականությունով պետք է բոլորը ջրի մեջ 1-2 րոպե վախեցնենք։ Երիքը արդեն, հիմա կկախենք մեր պատրաստած ձողի վրա, քանի որ ուշ երեկոյա մենք կկախենք տանը, իսկ վաղը արդեն մեր պատշգամբում կկախենք։ Ուրեմն կախելու ենք
մի քիչ վերև եւ ներքև, որ իրար չկպնեն։ Նախորոք հատակին ցելոֆան ենք գցել, որ չկաթա, եւ այսպես կախելու ենք։ Վերջ, բոլորը անցկացրեցինք տաք ջրով, կախել ենք չորանալու, 7 օր կչորանա, իսկ ընթացքը ձեզ ցույց կտանք։ Այսօր մեր չրերի 4-րդ օրն է, արդեն իրանք փափկել են, 2 օր դրսում ենք չորացրել, 2 օր տանը, 3-րդ օրվանից սկսած, առավոտյան եւ երեկոյան, այսպիսի մասաժներ ենք արել։ Տեսնենք քանի օրում կչորանա լիարժեք։ Մեր չրի այսօր 6-րդ օրն է, որ մեր չիրը չորանում է։ Տեսեք, փոքրացել են եւ փափկել են իրենք։ Կարծում եմ 2 օրից արդեն լրիվ պատրաստ կլինի։ Ահա 9-րդ օրն է, մեր չիրը պատրաստ է, իրա վրա կան սպիտակ իրա փոշու նման, ինքը վրայից չոր է, բայց մեջից փափուկ, ահա, շատ փափուկ չիր է ստացվել։ Հիմա ալյուրի մեջ կուզենք կթաթախենք ալյուրի մեջ, իսկ եթե պահում ենք, կարող ենք այսպես պահել մալիրովնի ամանի մեջ, բերանը փակ, խոհանոցում մի անկյունում կարող եք պահել։ Այսպես ալրոտում ենք, ահա, մեր չիրը պատրաստ է, կարող ենք վայելել, կարող ենք շաքարի փոշի լցնել ըստ ցանկության։ Ահա մեր չիրը պատրաստ է, սա կհամտեսենք, իսկ սա կպահենք, երբ օգտագործելու կլինենք, արդեն վրան ալյուր կցանենք կամ շաքարի փոշի։ Վերջ, ալիքի նորեկներին խնդրում եմ բաժանորդագրվեք իմ ալիքին, որ բաց չթողնեք ավելի համեղ բաղադրատոմսերը։ Հաջողություն։